ջան, խաղաղություն բոլորի։ Մեր եղբայրները, Կարապետ եղբայրը, մանավանդ Մարկոս եղբայրը խոսեցին նաև եկեղեցու միաբանության մասին, եկեղեցու ներեկեղեցական կյանքին վերաբերող հարցերի մասին։ Ես էլ կուզենայի որոշ բաներ իմ կողմից լրացնեի այդ թեմայի շուրջ։ Մենք բոլորս գալիս հավաքվում ենք եկեղեցի արձագանքելով Տիրոջ կանչին, որտեղ եկեղեցին, ինչպես գիտենք բոլորս, մարդկային ջանքերով չի ստեղծել, մարդու կողմից չի ստեղծված եկեղեցին։ Սա արարչագործության մի մասն է, աստվածային։ Հիշում եք Տեր Հիսուսը երբ ասում էր. ես պիտի շինեմ իմ եկեղեցին, ես պիտի շինեմ։ Սա Տիրոջ կողմից սարքված մի օրգանիզմ, կենդանի օրգանիզմ է։ Այսինքն մնացած բոլոր աստվածային արարչագործությունների մաս կազմող մի երևույթ է եկեղեցին։ Եվ Տիրոջ կանչը գալիս հասնում է մարդկանց ականջներին եւ մարդիկ արձագանքում են այդ կանչին։ Հիմա մենք, եթե արձագանքում ենք, գալիս ենք, հավաքվում ենք եկեղեցի որպես մի կենդանի օրգանիզմ, որպես կենդանի քարեր, Պողոս առաքյալը ասաց, հիշում եք Տեր Հիսուսի մասին, որ ասում էր կենդանի վեմ ինքը քարա, չէ՞։ Ասում դուք էլ կենդանի քարերի պես շինվեցեք հոգևոր մի տաճար, սրբություն, այսինքն դուք էլ եք կենդանի քարեր, ինչպես Սուրբ Հոգին կներգործի, նրա ներգործության չափով, ամեն մեկի մեջ։ Տերորդի բոլորիս, քույրեր եղբայրներ ջան, եկեղեցին այն վայրն է, որտեղ որպես մի հարուստ գանձարան պահվում է աստվածային ճշմարտությունը, աստվածային սրբությանը վերաբերող Աստծո խոսքը, այստեղ է պահվում միայն նա։ Եվ մենք գալիս ենք եկեղեցի միաբանվելով իրար հետ։ Այս միաբանությունն էլ մեր գործը չի, սա էլ Սուրբ Հոգու գործն է, Սուրբ Հոգին է միաբանում բոլորի սրտերը։ Հիշում եք տեղ կա, որ ասում է հասնենք, բոլորս էլ հասնենք հավատքի եւ Աստծո որդու ճանաչելու միաբանությանը։ Ինչպես պիտի մենք միաբանորեն ճանաչենք հավատքը, Աստծո որդուն ճանաչենք, եթե մենք մի ընտանիք չլնենք, միաբանված չլնենք, մեկ մարմնի մեջ չլնենք, որը Տիրոջ մարմինն է։ Կարապետ աղբերը, որ նշեց, հիշում եք, որ ասենք մեկը կարող է ասի դե լավ, այսօր չգնամ եկեղեցի, այսօր ինչ որ ուրիշ գործեր ունեմ, ինչ եք կարծում, դա Տիրոջից է, նա ավելի շատ մարդկային մոտեցում է, չէ՞, սա ոչ թե հոգևոր մոտեցում է, մարդը իրան առանձնացնում է Տիրոջ մարմնից։ Կարող է մարդը փրկություն ունենալ, եթե Քրիստոսն իր գլուխը չի, ինչ կարծիք եք։ Իսկ Տիրոջը գլուխ, եթե մեկը ճանաչում է իրան, նա անպայման Տիրոջ մարմնի անդամ է, Տիրոջ մարմնի մեջ է։ Եկեղեցու դերը շատ մեծ է։ Եկեղեցին ես կասեի, որ աստվածային պարգև է ժողովրդին, մարդկանց Աստծո պարգև է տված։ Սա մի վայր է, սուրբ վայր, տեղ ասեմ, մի տերիտորիա, որը երբեք չի կործանվելու, երբ որ աշխարհի վերջը գա։ Աստված միշտ պահելու է սա, պահելու է իր հավիտենական կյանքի համար, երկնքի համար է պահելու։ Սա պատկերավոր ասած, պատկերացրեք մի նավ, որը փրփրուն ծովի մեջ, պահում է այնպիսի վիճակների, բայց մնում է միշտ Աստծո ձեռքով, եւ սատանան երբեք ի վիճակի չի լինելու կործանել եկեղեցին։ Այդպես Տերն է նախատեսել, որ եկեղեցին չպիտի կործանվի երբեք։ Այս եկեղեցու մեջ մնալով մենք պիտի հասկանանք, որ
մեծագույն սիրո դրսևորում Աստծո կողմից, որ եկեղեցի է ստեղծել եւ մեզ բոլորից դրել է այդ եկեղեցու մեջ։ Ուրեմն երրորդ դարի մի հայտնի նվիրյալ եկեղեցու, որը կոչվում էր, որի անունն էր հիմա ես ձեզ կասեմ, Կիպրիանոս Կարթագենացի, Ուրեմն Կարթագեն քաղաքի եկեղեցու եպիսկոպոսն էր, երրորդ դար 200 մոտավորապես 50 թվերին։ Գիտեք ինչ ասել, մի շատ հետաքրքիր բառ ասել, ես ուզում եմ ձեզ ասեմ։ Եթե մեկը եկեղեցին չի ընդունում որպես մայր, նա Աստծուն չի ընդունում որպես հայր։ Շատ հետաքրքիր է, ռուսերեն դա այսպես ես եմ թարգմանել, ասում է կամու ցերկվնի մать, տամու բոգնի отец։ Տեսեք ինչ խորը միտք է։ Մարդը եկեղեցու ծնունդ է, եւ պիտի եկեղեցու մեջ էլ մնա, եւ եկեղեցու մեջ էլ պիտի հափշտակվի մարդը։ Միայն եկեղեցին է կարողանում պատսպարել մարդուն հավիտենական կորստից, դժոխքից, Աստծո հետ մշտական բաժանումից։ Ու պատահական չի, որ մենք ինչպես Աստծուն ենք հավատում, Հիսուս Քրիստոսին ենք հավատում, նույնպես պիտի հավատանք նաև եկեղեցուն։ Սա շատ հետաքրքիր բան է։ Ուրեմն 4-րդ դարում հայտնի տիեզերաժողովում, Նիկեայի տիեզերաժողովում ընդունվել է հավատքի հանգանակը։ Մեր բոլոր երկարանների մեջ առաջի էջի վրա հավատքի հանգանակը կա։ Կարող եք կարդալ, թե ինչի է հավատում ընդհանրապես քրիստոնյան։ Եվ այնտեղ նշված է նաև հավատում ենք եկեղեցուն։ Եկեղեցուն ենք հավատում։ Սուրբ գրված է առաքյալների եւ այդպես շարունակություն կա, կարող եք բացել կարդալ։ Հավատում ենք նաև եկեղեցում։ Ինչ է նշանակում հավատալ։ Դավանել հավատքը եկեղեցու նկատմամբ։ Դավանել հավատքի եկեղեցու նկատմամբ հենց նշանակում է դա, որ քրիստոնյան վկայում է, որ ինքը լսել է Աստծո կանչը, արձագանքել է Աստծո կանչին, ոչ միայն սրտով, այլև գործով, եւ դարձել է եկեղեցու անդամ։ Այսա եկեղեցու հավատքն է նշանակում։ Եվ թող չտվա, որ եթե ինչ-որ մեկը վաղուց է եկեղեցու մեջ, եղբայրը նշեց, որ ասենք կարող է ինչ-որ քարոզ լսում եք, ինչ-որ տեղից եղբայրները կարդում են, ասում եք սա ես գիտեմ, սա ես լսել եմ, եւ պատշաճ ուշադրություն չդարձնենք էլի այդ դրանց վրա։ Հիշում եք, այսպեսի մի տեղ կար, Հովանու ավետարանի վերջի գլուխն է կարծեմ, երբ որ Տեր Հիսուսը Պետրոսին ասում է, Պետրոս, սիրում ես ինձ։ Ասում է, այո, Տեր, իմ սիրում եմ։ Ասում է, դե արածացրու իմ գառներին։ Եվ երկրորդ անգամ, որ ասում է, սիրում ես ինձ, Պետրոս, ասում է, դե արածացրու իմ ոչխարներին։ Այսինքն դու գառ կլնես, նորահավատ կլնես, թե ոչխար կլնես, միևնույն է, պետք է որ մեկը արածացնի անպայման։ Դու անպայման գտնվես մի վայրում, որտեղ Տիրոջ Սուրբ Հոգին գործում է։ Տիրոջ Սուրբ Հոգին է շնորհքը բաժանում, ներգործում մարդկանց մեջ, միաբանություն ապահովում։ Դու պիտի գտնվես նրա հսկողության տակ։ Այսինքն պետք չի ասել, որ ես սա գիտեմ, ես նա գիտեմ, իսկ ինչ ես առել դու այդ քո արածից։ Աղջիկ ամեն, եթե կրկնվում է, ուրեմն դա դեռ վերջը չի։ Այնքան կկրկնվի, մինչև դարձնի քեզ կատարյալ մարդ, Քրիստոսի նման հասակի չափով։ Եկեղեցու մեջ է, որ մենք շփվում ենք մեկս մյուսի հետ, օգնում ենք իրար, մխիթարում ենք իրար, քաջալերում ենք իրար եւ կառուցում ենք իրար։ Մենք մեկս մյուսին ենք կառուցում, հասկանում եք։ Միայն նրանք տունը նստող մարդը ինչքան էլ հավատքի մեջ լինի, նա կկորսվի, նրան շատ հեշտ կլինի կործանելը, չարը նրան կարա կործանի։ Եկեղեցու մեջ
նրա գործը անհնարին է։ Եկեղեցուն ամուր կարճած մարդը հնարավոր չի, որ ընկնի, վերջնական ընկնի, ինչքան էլ ընկնի, նա վեր կընկնի, որովհետև այսքան օգնող ունենք, մխիթարող ունենք, մեկս մյուսին։ Բացի դրանից մի բանի մասին էլ ուզում խոսել։ Երբեմն եղբայրների հետ խոսելուց այսպիսի հարց է առաջանում, թե իսկ կա մեկը, որ ընդհանրապես կատարյալ է եկեղեցու մեջ, որին կարելի է նայել, սովորել, ամեն մեկն էլ ոչ մեկն էլ չունի այդ վիճակը։ Հնարավոր է, եղբայրներ քույրեր ջան, որ չունենան այդ վիճակը, բայց նորից ասենք, որ սա Քրիստոսի մարմինն է։ Ամեն մեկը թող իրան նայի, իր սրտին նայի, իր մեջ որևէ փոփոխություն տեղի ունեցել է, ինչ ինքը գալիս է Տիրոջ ճանապարհի վրա, հիմնվել է եւ շարժվում է դեպի Քրիստոս։ Իր մեջ փոփոխությունները զգում է կամ փոփոխություններ։ Եվ անպայմանորեն կզգաք, որ փոփոխություններ կան։ Մեկի մեջ մի քիչ շատ, մեկի մեջ մի քիչ քիչ։ Եվ չպետք է նայենք, տեսնենք, թե կա արդյոք մի կատարյալ եղբայր կամ կատարյալ քույրիկ, այլ պիտի նայենք, թե ում մեջ որ հատկանիշը, որ որակներն են առավել բարձր աշճանի հասել։ Եվ ժրաջան մեղվի պես մեկից մյուսին նայելով, լավը տեսնելով, պետք է փորձենք ընդօրինակել այդ լավը։ Հնարավոր չի, որ բոլորի մեջ նույնը լինի։ Ամեն մեկի մեջ տարբեր աշճանի է հասունանում այդ որակները, առաքինությունները, սրբությունները։ Մեկի մեջ կարող է աղոթքի կյանքն ավել, քան այն մյուսի մեջ, այն մյուսի մեջ միգուցե աշխատասիրությունը, այն մյուսի մեջ ժուժկալությունը, այն մյուսի մեջ սերն ավել, դրա համար ավելի լավ է նայենք ում մեջ ինչ կա, ումից ինչ կարանք ընդօրինակենք եւ վերցնենք։ Պարտադիր չի այդ բոլոր որակները նույն մարդու մեջ լինեն։ Հասկանալի է, չէ՞։ Ու առանց նայելու, թե ինչն է բացակայում է այս կամ այն նրա մեջ, որովհետև բոլորիս մեջ էլ ինչ-որ բան բացակայում է։ Նայենք նրան, ինչ որ ներկա է, ինչ որ կա, ինչ որ կառուցված է արդեն, Տերը դրել է մարդկանց սրտերի մեջ եւ ի ցույց է դրել ամեն մեկիս։ Այդ իմաստով եկեղեցին նորից առանց եկեղեցին գալու անհնարին կլինի։ Մենք պիտի վերցնենք այդ ամենը, դնենք մեր սրտի անոթի մեջ անպայման։